Ես 22 տարեկան եմ եղել, երբ որ ծանոթացել եմ ու նաև կյանքս կապել մի երկար ժամանակ Վահանի հետ Հովհաննիսյան, այս մարդուց միայն սովորել կարելի էր։ Սովորել կարելի էր սկսած գիտելիքի առումով, վերջացրած էտիկետից, սարկազմից, իր հումորից, ունեցած քաղաքական գիտելիքներից, քաղաքագիտական գիտելիքներից եւ այլն։ Դրա համար այդ հարցը չեմ կարող առանձնացնել որևէ բան, որտեղ ինքը տենց մի համախմբում էր գիտնական, քաղաքագետ, մարդ, ընկեր, ընտանիքի հայր, այդ ամեն ինչը տեսել եմ հանած այն 3 տարին, որ ինքը բանտում էր։ Եվ ի՞նչն է տպավորել ձեզ հատկապես։ Վահանի մեջ ինչն էր տպավորում, ինտելեկտը առանձնանում էր, էլի, գիտեք, այսօր ես որևէ մեկին չեմ ուզում վիրավորեմ, այսօր քիչ կարելի է հանդիպել նման ինտելեկտով եւ բազմակողմանի զարգացած քաղաքական գործիչ, մարդ, որը օրվա ընթացքում 3 տարբեր գիրքեր կարդում, կարծես բնութագրում է, ինչ որ ձևով բնութագրում է իր մասին։ Պարոն Սանթրոսյան, Վահան Հովհաննիսյանը սիրում էր երիտասարդներին խորհուրդներ տալ եւ եթե սիրում էր, ապա ձեզ երբևէ խորհուրդ տվել է, որն է եղել դա։ Դուք այսօր դա որքանով եք օգտագործում ձեր կյանքում։ Տեսեք, եթե անկեղծ ասեմ, ինքը իր տեսակով արդեն օրինակ վերցնելու մարդ էր։ Իմ կյանքում 2 տղամարդ գոյություն ունի, ով դերակատարություն է ունեցել, եթե ես ինձնից հիմա ինչ որ բան եմ ներկայացնում 55 տարեկանում, մեկը հայրս է, որ էլի գուցե շատերը ճանաչում եք ժողովրդական դերասան Արմեն Սանթրոսյանը, մեկը Վահան Հովհաննիսյան։ Երկուսից էլ ես շատ բան եմ սովորել, իսկ որ այսպես ասեմ, եթե ինքը նստում էր մեկին խրատներ էր տալիս, չէ, այդ մենք բոլորս շուրջն էինք հավաքվում եւ փորձում էինք իր ամեն ինչ որ գործողությունից, խոսքից, որևէ բանից, մեսիջից, այսպես ասած, փոխանցած ինչ որ բան վերցնենք մեր համար։ Իհարկե ոմանց մոտ ստացվեց, ոմանց մոտ չստացվեց, ինչքանով իմ մոտ ստացվեց, ես չգիտեմ, բայց ես հո գիտեմ ազդեցությունը դրական առումով ազդեցությունը իմ հետագա գործունեության ընթացքում։ Իսկ մի բան թերևս ամենակարևորը դա ազնվությունն ու տղամարդկությունն են, մեկ էլ ես երկիրը շատ սիրել։ Այսօր հանրային քաղաքական դաշտում շատ է պակասում Վահան Հովհաննիսյան տեսակ։ Ես կարծում եմ, որ Վահան Հովհաննիսյանը պակասում է եւ գիտության մեջ, որպես հնագետ, որովհետեւ այն գանձերը, որ ինքը գտել է պեղումների ժամանակ, եւ այո, վստահ եմ նաեւ քաղաքական դաշտում է պակասում եւ մեր հասարակությունում է եւ Երևան քաղաքում է պակասում։ Բոլոր առումներով կարելի է Վահանի այսքան ակնհայտ է Վահանի բացակայությունը։ Եվ որպես երևանցի էլ ի վերջո նաեւ,